Ողջույն հարգելի բարեկամներ, դուք կրկին անկեղծ զրույցի եթերում եք, ես Կարինե Վանեսյանն եմ։ Այսօրվա մեր անկեղծ զրույցը տեղափոխվել է մի վայր, ուր լեզուն առանձնահատուկ է, խոսքը գույն ունի, իսկ հումորը արմատ։ Մեր նկարահանող խումբը գտնվում է Իջևան քաղաքում, իսկ մեր եթերային խցիկների առջև է մի տաղանդաշատ անձնավորություն, ում խոսքը եւ հումորը հնչում է ինչպես երգ, իսկ բարբառը հոգի ունի։ Արթուր Մուսայելյան անուն, որը շատ-շատերի կողմից ճանաչված է, անչափ սիրված է շատ-շատերի կողմից իր բնատուր հումորի, ինչպես նաև կերպարների կրկնօրինակումների բազմազանության, հեքիաթասացության, ինչպես նաև բարբառի յուրահատուկ եւ բնական մատուցման շնորհիվ։ Մեր այսօրվա անկեղծ զրույցում մենք անդրադառնանք մեր հյուրի տեսլականներին, սկզբունքներին, կերպարների ծագմանը եւ վերջի կբացահայտենք, թե ինչպիսին է Արթուր Մուսայելյանը հումորի եւ կերպարների ետևում։ Ողջույն ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար, ինչպես նաև Իջևան քաղաքում մեզ հյուրընկալելու համար։ Այո, շնորհակալ եմ անչափ։ Ես շնորհակալ եմ, որ այս շատ կարևոր հաղորդմանը նաև ինձ եք ընդգրկել, ու նաև այս խոսքերի մասին էին, եթե իմ մասին են, ես մեծ այսպես ամաչեցի ճիշտն ասած։ Կարծում եմ, որ տեղին խոսքեր էին։ Բարի գալուստ Իջևան։ Շնորհակալություն։ Ինձ էլ բարի գալուստ Իջևան, որովհետև երկար ժամանակ է որ չէ եղել Իջևանում, ինձ համար էլ մեծ հաճույք է գտնվել իմ ծննդավայրում։ Անկեղծ զրույցը առիթ հանդիսացավ։ Արթուր, ինչպիսի արմատներով է սնվում ձեր հումորը։ Իմ հումորը շատ կարծում եմ նախ եւ առաջ ժողովրդական հումոր է, ժողովրդի ծոցից դուրս եկած, որովհետև այն ամենը, ինչ որ ես ցույց եմ տալիս էկրանով, գadgetների միջոցով, այսպես ասած, այդ ամենի ականատեսն եմ եղել ես։ Այսինքն մի փոքր հղկում եմ, ինչ որ կատարվել է իմ շրջապատում, իմ մանկության տարիներին ու տալիս եմ ժողովրդին։ Ժողովուրդն էլ գնահատականը տալիս է այսօր արդեն մեկնաբանությունների տեսքով, կարծես թե ժողովուրդը գոհ է, դժգոհ չէ։ Իսկ արմատներս ծնվել եմ Իջևանում, արմատներով Նոյեմբերյանի Արջիս գյուղից է հայրական կողմս, մայրական կողմս Իջևանի Սևքար գյուղից։ Ինչպես է ծնվում ձեր յուրաքանչյուր կերպարը, ինչ է ձեզ համար կերպարի մեջ մտնելը վերափոխում, կատակ թե ներքին ճշմարտության դրսևորում։ Ավելի շատ երրորդը ներքին ճշմարտության դրսևորում, որովհետև հումորի միջոցով շատ ճշմարտություններ կարելի է ասել, հրամցնել, որոնք չես կարող ասել լուրջ դեմքով, ավելի լուրջ տեքստով։ Հումորը իրականում շատ լուրջ ասպարեզ է, ինչքան էլ այնտեղ կա ծիծաղ, այնտեղ կա սարկազմ եւ այլն, եւ հումորի տարբեր տեսակներ կան։ Իմ կարծիքով հումորը շատ լուրջ ասպարեզ է։ Շատ լուրջ է։ Բարբառը մի քանի շերտ ունի, ոմանց համար այն ուղղակի ժպիտ է, հումոր է, դրական հույզեր է, ոմանց համար ուղղակի հոգեհարազատ է։ Ձեզ համար բարբառը զենք է, հիշողություն է, թե լեզու է։ Բարբառը նախ եւ առաջ հիշողություն է, որովհետեւ յուրաքանչյուրիս բարբառը մեր արմատների ամենակարևոր բաղկացուցիչ մասն է կազմում։ Մենք բարբառով կարողանում ենք իմանալ, եթե այլ կերպ ինչ որ մի բան եղել է, չգիտենք, չենք կարող իմանալ որտեղից է մեր արմատը, իհարկե Աստված ոչ անի, բարբառով կարելի է պատկերացում կազմել, թե որտեղից է տվյալ անձը, որտեղից եմ ես։ Մեր արմատները, իմ ազգի արմատները, Մուսայելյանները Արցախից են, եկել են Արջիս գյուղ, այնտեղից էլ մենք, այսպես ես ծնվել եմ Իջևանում, հայրիկս եկել է Իջևան։ Բարբառը մեր արմատի ամենակարևոր բաղկացուցիչ մասերից մեկն է ու ես շատ եմ գնահատում յուրաքանչյուր բարբառ ու մեր բարբառները շատ գեղեցիկ են եւ շատ տարբեր են եւ շատ նման են։ Մեր բարբառը ավելի շատ Արցախի բարբառին է նման, մի փոքր չէ, շատ հղկվել է, բայց այնուամենայնիվ արմատները ահագին էլեմենտներ մնացել են ու ես էլ իմ չափով փորձում եմ պահպանել, ինչքանով որ ստացվում է հումորի միջոցով, հեքիաթների միջոցով եւ այլն։ Այսինքն Իջևանյան բարբառը ձեզ համար լեզվական առանձնահատկություն է, թե դիմագծային ինքնություն։ Եվ, այո։
շատ կարևոր է։ Ձեր կողմից հնչեցված կրկնօրինակումները մեծ հնչեղություն են ստանում սոցցանցերում, լայն արձագանք են ստանում, եւ այսպես ո՞րն է բարբարի գրավչությունը, պարզությունը, բովանդակությունը, թե ուղղակի ինքնությանը հավատարիմ լինելու առանձնահատկությունը այս դեպքում։ Կարծում եմ ինքնությանը հավատարիմ լինելու առանձնահատկությունն է, որովհետեւ ես միշտ այսպես բանով եմ վերաբերվել այն մարդկանց, ովքեր խուսափում են բարբառից, իրենց բարբառից։ Ես միշտ ձգտել եմ լինել բարբառի մեջ։ Ամեն ինչ ունի իր տեղը, իր ժամանակը։ Մենք այստեղ միասին չենք կարող նստել ու բարբառով զրուցել։ Որովհետև դա այդ ֆորմատը չի, այստեղ պետք է հնչի հնարավորինս գրական խոսք։ Կարանք բարբառով զրուցանենք, բայց ուրիշ տեղ, այո, ամեն ինչ ունի իր տեղը, իր ժամանակը, բարբառը մեր տանը բնական, մենք բնակվում ենք Երևանում, մենք խոսում ենք բարբառով, բնական է, բայց ես գիտեմ օրինակ արտասահմանում ապրող մարդիկ, ովքեր տանը այլևս նույնիսկ հայերեն չեն խոսում, ինչ մնաց բարբառով, չէ, գիտենք, որ արդեն միասին օրինակ ռուսերեն են խոսում։ Կամ այլոտար լեզվով։ Կամ այլոտար լեզվով։ Կարծում եմ բարբառը մեր ինքնության շատ կարևոր մաղկացուցիչ մասն է։ Իսկ ինչպես է տարբերվում բարբառով հումորը սովորական հումորից։ Ասում եմ, որ մեր բարբառը, մեր ի նկատի ունեմ Իջևանի բարբառը, որովհետև նոյեմբերյանինն էլ է իմն եմ համարում, դրա համար եմ ասում, այո։ Ասում եմ, որ ինչ որ խնդալու է։ Այդ երանգները, ինչ որ sense էտյուր, sense ինչ որ երկեցիկ, ինչ որ sense լուրջ խոսակցությունն էլ կողքից մի տեսակ ծիծաղելի է լսվում, թվում, մանավանդ ուր մնաց այդ բարբառով հումոր անել, ինձ թվում է այն հումորը, որ ես անում եմ, այն կրկնօրինակումները, որոնք ես անում եմ իմ տեսանյութերով, իմ էջերով, այդ նույնը անեմ գրականով, դա այդքան էլ ծիծաղելի չի լինի, լսելի չի լինի։ Չի ապահովի։ Այո։ Իսկ բարբառով, կարծում եմ, չգիտեմ, ժողովուրդն ասում է ծիծաղելի է։ Սիրված է եւ այն, որ այդքան արագորեն տարածվում է սոցցանցերում, անհերքելի է։ Ձեր կողմից ներկայացված հեքիաթները մեծ ընդունելության են արժանացել։ Ինչպես ստեղծվեց այդ գաղափարը, ինչ ակունքային նպատակ ունի այն ազգագրության վերհանում է, հիշողություն է, թե մանկությունից փոխանցվող պարզապես սեր է ձեզ համար։ Բարբառային հեքիաթներին անկեղծ պիտի լինեմ, ասեմ, որ ծանոթացել եմ ավելի հասուն տարիքում, մի քանի տարի առաջ։ Ես չեմ իմացել, որ այդպիսի հեքիաթներ կան։ Մեր լավ ընկերներից մեկը նախաձեռնեց այդ կարևոր նախաձեռնությունը, որոշեցինք աուդիո գրքեր ձայնագրենք, ձայնագրեցինք, պարզվեց կան աներևակայելի գեղեցիկ հեքիաթներ բարբառներով, ինձ բախտ վիճակվեց կարդալու Արցախ ուտիկ Գանձակ Տավուշ խումբը, ամբողջ հեքիաթները կարդացի նաև Արցախի բարբառով, ինչը ես երբեք չէի մտածել, որ կարող եմ Արցախի բարբառով հեքիաթներ կարդալ, իրականում շատ դժվար էր։ Սովորեցի, կարդացինք, ամբողջը տեղադրված է YouTube-ում, կոչվում է ռադիո հեքիաթ, Ալիքի անունն է, կարող են ովքեր որ ուզում են մտնել, լսել։ Դժվարությամբ գտանք այդ ամբողջ գրքերը, հատորները, այո, որովհետև շատ արդեն կորուսյալ վիճակում էր։ Հավաքագրման գործընթացները բավական։ Հավաքագրման գործընթացը շատ դժվար էր ու ինձ համար մեծ բացահայտում էին բարբառով հեքիաթները ու բացի աուդիո տարբերակը ես բարբերաբար նաև ընթերցում եմ վիդեո տարբերակով, տեղադրում եմ իմ էջերում, որը ավելի մեծ տարածում է։ Ավելի հետաքրքիր է, որովհետև ես նաև կարդալու հետ մի փոքր նաև խաղում եմ։ Այդ ժեստերի եւ հետաքրքիր համոհոտ շատ լսել եմ մեր շատ սիրելի երջանկայի շատակ Սուրեն Քոչարյանին, իր հեքիաթները ու փորձում եմ քաղել նաև իրենից, մանավանդ Լորվա բարբառով հեքիաթները մի ուրիշ համոհոտ ունեն։ Ինձ համար վստահ եմ նաև մեր հանրության համար
ու լորվա բարբարներ ոնց որ ավելի շատ եմ կարդում անկեղծ ասած։ Երբ կրկնօրինակում եք որևէ կերպար Արթուր, որն է սահմանը հումորի եւ չպետք է։ Դա շատ կարևոր է։ Այո, շատ կարևոր է։ Ես երբ որ սկսեցի կրկնօրինակումներ անել, հենց այնպես չեղավ։ Ես համացանցում տեսա, որ շատ տեսանյութեր կան նույն կրկնօրինակումներից, մեղմ ասած հնչում է վատ հայերեն։ Նույնիսկ գրեհիկ, այո, գրեհիկ, հայհոյախառն եւ այլն, ես փորձեցի այդ բարկությունս վերածել գործի ու սկսեցի ես ձայնագրել այնպիսի հումորներ, որոնք կարող են նայել եւ փոքրերը եւ մեծերը, ցանկացած տարիքի մարդիկ։ Կարելի ասել մարկային հակասություններ, սոցիալական ամենատարբեր շերտեր։ Այդտեղ կապիկների անունը ամենահայտնի եւ սիրելի տեսանյութերով ընտանիք կա, ու իրոք ընտանիք է, կապիկների ընտանիք է, հետո ինչպես ստեղծվեց այդ գաղափարը հատկապես։ Ճիշտ ասած, դե տեսա, հետևում էի, հետո ինչ շատ տեսանյութեր են ուղարկում, մինչև հիմա էլ ուղարկում են, տեսա, որ հետաքրքիր կապիկների ընտանիք կա, որտեղ կա մի փոքրիկ, կա հայր, մայր, կա այնտեղ ավելի մեծ տատիկ, կապիկ, եւ այլն։ Որ միասնական օջախի հանդիպեցիք։ Ու իրոք ընտանիք են։ Ես նայեցի, ինչ կարելի է անել, տեսա, որ գորիլաներ ինչ են անում, չես, ինչ-որ։ Դհոլ ա ուզում։ Այդ դհոլի գաղափարի վրա խորացա ու ես ինձ սկսեցի կրակը։ Ու արդեն շարունակվեց, այսպես ասած։ Անժամկետ, հա։ Ու այդտեղ շատ հետաքրքիր փոխհարաբերություններ բերեցի, այսպես, որտեվ ցավոք սրտի կան այդպիսի ընտանիքներ, այդ հայր-մայր հարաբերությունը երեխեն ուզում է ինչ-որ երաժշտական գործիք նվագի, հոր ճաշակը լիովին տարբերվում է, ոչ միայն երեխու, այլ նաև մոր ճաշակից, այնտեղ տատը գալի թորանը քաշում արի ցավը տանը գործ չունես դրանց հետ եւ այլն։ Մի փոքր հատված ներկայացրեք, ինձ թվում է մեր ակնդիրները մեծ անհամբերությամբ են սպասում ինչ որ հատվածի։ Որ ասում է պապա ուզում եմ դել նվագեմ, չէ, այնտեղ մաման խառնում է գործ չունես, արի ստեղ բան հերիք, ադե հերիք հայել ինչ դհլա լակոտան, հետո հերնում էր իրար ու տմեն, բանսեց իրար բանը կռիվա եւ այլն, տատը միշտ գալիս է թորան հետ գա։ Արի ցավ տանը մարի գործ չունես դրանց հետ մռնեմ ջանի, դարի ժողովրդական երգեր դու երգի, մեր ավակսերում դա ավելի ժողովրդական չէ։ Այդ կոնֆլիկտը պես հումորի վերածեցի։ Խորհուրդ էլ կա, ընտանեկան խորհուրդ էլ կա դրանց մեջ, դա ամենակարևորն է, որը դուք ուզում եք փորձում եմ հենց այնպես հումոր չանել, հենց այնպես հահացիծաղենք անցնի գնա, չէ, ինչ որ մի նստված ուզում եմ, հա, ինչ որ մի նստված ուզում եմ թողի այդ հումորը, որովհետև ինչպես նշեցի, հումորը իրականում շատ լուրջ իրականություն է։ Եվ այսպես ձեր կերպարները սկսած ամենատարբեր առօրյայից, ինչ սկզբունքով եք ընտրում դրանք եւ ձեր ամենահայտնի կերպարներից որն է ամենահետաքրքիրը եւ ամենաբարդը ձեզ համար մինչ օրս։ Ես արել եմ նաեւ համաշխարհային քաղաքական դեմքերի վրա կրկնօրինակումներ, Թրամփ եւ այլն, վերջում էլ մի հետաքրքիր վիճաբանություն կրկնօրինակեցի, ավելի մեծ Թրամփի ու Զելենսկու վիճաբանությունը։ Այո, ես որ մեր օրերի համար։ Այո, արդիական է։ Երբ ասում էր, գիտես, Թրամփը խոսում էր նոյեմբերյանի բարբառով, Զելենսկին Շամշադինի բարբառով է փորձում խոսել, ինչքան որ ստացվում էր, չգիտեմ, ասում էր, ինձ մար ինչ ես բերել, սորական կենցաղային խոսակցություն է սարքել, ասում եմ, Են կողքին ասում է, նա ինչ ասել է, ոչինչ չի բերել։ Ասում է, խես խփում արա, ավլուկը պիրել եմ, կարելոկի չիրը պիրել եմ, տփխնձորը պիրել եմ։ Ու ժողովուրդը գրում են, Երանի իրականում այդ խոսակցությունը լիներ, էլի, որովհետև ինքը շատ անշարժ բան խոսակցություն է, վերջում ասում է, մեծ ախպեր դե Զելենսկին եկել էր ինչ-որ բանով, սվիտրով, չէ։ Ասում է, մեծ ախպեր մի պենջակ չհակնի լի պատճառով, այս ինչ սարքեցիք, ասում է, կհակնեիր մունդրիկ։ Պաստորին խոսքը հենց այդ հագուստի մասին էր, էլի, որ ոչ պատշաճ կերպով եկել ես եւ այլն, բայց ավելի բարդ է կենթանիների։
դա ամենավարտն է։ Այո, այո։ Եվ ինձ համար Տարախորհուրդ է։ ավելի հետաքրքիր է։ Ինձ համար ավելի հետաքրքիր։ Ոչ միայն այդտեղ կապիկներից ժողովուրդ կապիկների վրա է կենտրոնացել, բայց արջեր էլ կան։ Արջեր էլ կան։ Արթուր, երբ լսարան ինչ-որ կերպ սովորում է ձեզ, ինչպես եք պահպանում այդ չսպառված լինելու վտանգը։ Ես ճիշտն ասած շատ մեծ վախ ունեմ այդ չափավորությունը անցնելուց։ Այդ հավասարակշռությունը խախտելուց։ Ես ինձ ասում են մի քիչ շատ, չէ։ Ես շատ զգուշ եմ վերաբերվում ընդհանրապես չափավորությանը, ու ուզում եմ ամեն ինչ չափի մեջ լինի։ Եվ որն է այդ չափը ձեզ համար։ Չգիտեմ, ինչ որ ներքին զգացողություն ես ունեմ այդպիսի, որ մի քիչ սպասիր, այստեղ երկու տեսանյութ ավելարա, հիմա սպասի, մի արա։ Հա, ես զգում եմ այդ ամեն ինչը ու այդ ներքին զգացողությունը միշտ չի դավաճանը երբեք, իմ ինտուիցիան։ Ու այդ չափը շատ կարևոր է, ոչ միայն այս ոլորտում, ամենուր։ Չափավորությունը վերջերս ճիշտն ասած ես այդ չափի վրա շատ կենտրոնացած եմ ու պատահական ոչինչ չի լինում։ Վերջերս մի շատ լավ գիրք գնեցի, իրականում կարծես թե վատ գրքեր չկան, բայց այս մեկը շատ լավն էր, Մհեր Մկրտչյանի մի ձայնագրություն ամբողջովին տպել են, գիրք են սարքել։ Այդ ձայնագրության մեջ, այդ գրքում չափի զգացողության մասին է խոսում։ Առավել հիշատակվում է։ Այո։ Այդ չափավորություն, թե ինչքան է ինքը տեղ տալիս չափավորությանը, ու հետո ես հետադարձ հայացքով հասկանում, թե նաև ինչու է կայանում իր մեծությունը։ Չափը, այդ հայացքի մեջ չափավորություն, խոսելու մեջ չափավորություն եւ այլն։ Ես թվում է կյանքում հաջողվելու կարևորագույն հիմքերից մեկն է համարվում։ Շատ կարևոր։ Եվ այստեղ նաև տեղին է նշել ինչ է լռությունը ձեզ համար եւ այն ինչպես է դրսևորվում, արտահայտվում ձեր հումորի աշխարհում։ Լռությունը իրականում շատ խոր երևույթ է եւ հաճախ լռությամբ կարելի է շատ ավելին ասել, քան խոսքերով։ Առհասարակ լռությունը եւ լռության փոքրիկ տեսակները, պաուզաները խոսքի մեջ մեր առօրյայում կարող են այնպիսի մի շատ կարևոր իրավիճակներ ստեղծել, որոնք խոսքով հնարավոր չի։ Իսկ ես լռությանը շատ տեղ եմ տալիս։ Օրինակ ես շատ չեմ սիրում երաժշտություն լսել, լավ երաժշտություն սիրում եմ, բայց շատ լսել չեմ սիրում։ Ավելի շատ մենություն շատ եմ սիրում ու լռություն շատ եմ սիրում, որովհետև երևի իմ գործունեությունից էլ է կախված ստեղծագործ աշխատանքից։ Ես ավելի շատ միջոցառումներ եմ վարում, ավելի շատ աղմուկի մեջ եմ լինում եւ լռության կարիք շատ եմ ունենում։ Եվ լռությունը շատ գնահատելի ինձ համար ու շատ թանկ։ Իսկ միգուցե ներքին աղմուկը թույլ չի տալիս, որպեսզի արտաքին աղմուկի մեջ գտնվեք։ Նաև ներքին աղմուկը լռեցնելու տարբերակները այլ են, մի քիչ ավելի հոգևոր են։ Ես այդ ներքին խաղաղությանն էլ եմ շատ մեծ տեղ եմ տալիս եւ հաճախ երբ որ չէ վարում եմ միջոցառում, չէ, մարդկանց հաճախ շատ անկեղծորեն մեկս մյուսի մաղթում ենք առողջություն, չէ, խոսքը սովորաբար ֆիզիկական առողջության մասին է, բայց թերևս հոգևոր առողջությունը, հոգեկան եւ հոգևոր առողջությունը շատ ավելի կարեւոր է, քան ֆիզիկականը։ Եվ այդտեղից էլ գալիս է ներքին խաղաղություն, ներքին լռությունը, որը ես լրացնում եմ հոգևոր գրականություն ընթերցելով։ Ինձ համար դա անփոխարինելի ժանր է։ Ինչ ընթերցում, ես չեմ կարող չհարցնել դրա մասին։ Նախ եւ առաջ սուրբ գիրքը, կարևորագույնը, առաջնայինը հանապազորյա հացն է, բնականաբար մեր, առանց որի այդ խաղաղությունը այլ կերպ ձեռք բերելը սուտ է։ Ուրիշ հոգևոր գրականություններ եմ կարդում մեր եկեղեցու հայրերի, աթոսացի շատ լավ հայրեր կան եկեղեցու, ովքեր բարեբախտաբար
թողել են իրենց ժառանգությունը, այսօր մենք հնարավորություն ունենք ընթերցելու։ Մնում է ժամանակ գտնենք, ժամանակ գտնելն էլ մեզնից է կախված։ Իսկ այս պարագայում կարելի է համարել, որ հումորը ներքին աղոթքի ինչ-որ դրսևորում է, չկոտրվելու ձև։ Այո, շատ դեպքերում հումորը նաև փրկում է կոտրվելուց, որովհետև հումորով կարելի է ամեն ինչ անել։ Հումորով կարելի է խռովարարներին հաշտեցնել կամ ծայրահեղ պարագայում ամեն ինչ հումորի միջոցով շատ հարց հնարավոր է։ Կարելի է հարթել։ Իսկ կարող է հումորիստը լինել շատ տխուր մարդ, ներքուստ։ Սովորաբար կարծես թե մեծ հումորիստների կյանքը միշտ թախիծով է լեցուն եղել։ Բացառություն չեք։ Չգիտեմ, ես երբ միայնակ եմ, միգուցե թախիծը ամեն դեպքում իմ մեջ էլ կա։ Չեմ կարող ասել շատ տխուր մարդ եմ, բայց այդպես շատ ուրախ էլ չեմ։ Ինչն է պատճառը, եթե կարելի է պարզապես Չգիտեմ, երևի ինչն է տխրեցնում ձեզ առավել շատ հատկապես մեր օրերում։ Առավել շատ տխրեցնում է, քանի որ խոսք գնաց հոգևորի մասին, իմ պարագայում ես միայն կարող եմ խոսել իմ մասին, երբ որ ես հեռանում եմ հոգևորից, դա ինձ համար շատ մեծ տխրություն է։ Այլ ուրիշ բաներով չեմ կարող ուրախանալ։ Այդ ներքին ուրախությունը միայն գտնում եմ հոգևոր աշխարհում։ Այդ թախիծը լրացնելը միայն հոգևոր աշխարհում է, միայն կարող ես մխիթարվել Տիրոջով, ուրիշ ճանապարհ չկա ինձ համար։ Բոլոր ճանապարհները տանում են դեպի Տիրոջ մոտ։ Իսկ կա ներքին արգելք, որ դուք չկատակեք որևէ թեմայով, թեկուզև ակնհայտ հումոր լինի այն։ Այո, օրինակ ներքաղաքական թեմաներով հումոր չեմ անում, ինչքան էլ դա ծիծաղելի է, շատ հումոր կա այնտեղ։ Չեք արել երբևէ։ Երբևէ չեմ արել, չէ։ Եղել է, այո։ Եղել է, որ արել եմ, նմանակումներ արել եմ, որ հիմա նեղ շրջանակում անում եմ նմանակումներ, բայց մի անկեղծորեն պիտի ասեմ, որ մի պահից սկսեցի չանել, որովհետև շատ բևեռացված է մեր քաղաքական դաշտը, ես որոշեցի մուտք չգործել այդ դաշտ ու շատ բանել չեմ հասկանում, ճիշտն ասած։ Իսկ ճնշումներ չեն եղել կողքից, չէ՞ պարզապես։ Չի եղել։ Պարզապես որոշեցի այդ թեմայով ընդհանրապես հումոր չանել, չխոսել, որովհետև իմաստ չեմ գտնում։ Իսկ այնուամենայնիվ, եթե օրերից մի օր քաղաքականության դաշտ մտնեիք, լրջությամբ կմտնեիք, թե հումորով։ Ընդհանրապես չեմ պատկերացնում ես քաղաքական որևէ մի դաշտում ասպարեզում։ Հնարավոր է, որ օրերից մի օր դուք հրաժարվեք, այլևս հետաքրքրություն չլինի հումորի հանդեպ եւ դուք այլ ճանապարհ եւ ուղի ընտրեք։ Չեմ կարծում, որովհետև դե հումորը իմ կենցաղի, իմ առօրյայի անբաժանելի մասն է։ Եթե ես հումորով չզբաղվեմ, ես ամեն օր հումորի մեջ եմ։ Չեմ կարող։ Ես հատուկ չեմ անում հումոր, որ ասեմ հիմա նստեմ հումոր գրեմ։ Իմ տեսանյութերի 99%-ը առանց սցենար տեսանյութեր են դրել եմ, միանգամից այստեղ խոսացել եմ, բան չէ, սցենար չեմ գրում։ Միգուցե դա ինչ-որ կանոնների խախտում է, բայց հետագայում չեմ ուզում մի մեծ ծրագիր ունեմ, որի մասին չեմ ուզում բարձրաձայնել դեռ չեք ուզում անկեղծորեն խոստովանել։ Սցենար չի լինի։ Արթուր մարզային պատկանելություն ունեցող երիտասարդը մեր օրերում լուր բարդույթներ ունի։ Ձեր պարագայում այն ինչպես վերածվեց հաջող, ստեղծագործ, ուղու։ Կկիսվեք դրա մասին։ Ես էլ ինչպես մեր երիտասարդների մեծամասնությունը, ես էլ լիքը բարդույթներ եմ ունեցել, հիմա էլ ունեմ, որոնց դեմ պայքարում եմ ամենօրյա ռեժիմով։ Բարդույթներից մեկը եղել է նաև բարբարից խուսափելը, անկեղծորեն պիտի ասեմ, եւ թերևս իմ բարբարով տեսանյութեր կրկնօրինակելը, նկարահանելը այդ շատ կարևոր կռվի մի կարևոր մասն է։ Ու ես
մեր երիտասարդներին արդեն երկար տարիներ է հորդորում են, որ չխուսափեն բարբառից, խոսեն բարբառով, չամաչեն, ամենակարևորը չամաչեն։ Ու կարծես թե ստացվում է։ Ունենք երիտասարդներ, ովքեր արդեն բարբառով բլոգներ են վարում, հումորային տեսանյութեր եւ այլն։ Միգուցե ձեզնից են ոգեշնչվել։ Ինձ համար մեծ պատիվ է, իհարկե, եթե ինձնից ոգեշնչված լինեն, այնուամենայնիվ շատ ուրախ եմ, որ բարբառը տարածվում է։ Լավագույն օրինակ եք Տավուշ ծառայել։ TV ունենք, որտեղ ունենք բարբառային հաղորդումներ։ Ինչ է հումորը ձեզ համար, ազատություն թե պաշտպանություն։ Եվ ազատություն է, եւ պաշտպանություն։ Երկուսն եք։ Երկուսն էլ, այո։ Առանց դրան զուգակցման հնարավոր չէ։ Այո, բայց ինձ թվում է առավելապես ազատություն։ Ազատություն։ Առավելապես ազատություն։ Պետք է ազատ լինել, որպեսզի պաշտպանողական դիրք։ Այո, հումորը եթե եղավ հումորին չես կարող պարփակել։ Հումորը եթե եղավ պարփակված, դա արդեն հումոր չէ։ Ինչպես ասում են, դուրս չեկավ սահմաններից, չընդարձակվեց։ Այո, եթե օրինակ սովետական միության տարիներին ես ավելի ուշ սովետական միության ծնունդ եմ, վերջի տարիներին եմ ծնվել, բայց լավ ուսումնասիրել եմ։ Այնտեղ ամեն ինչ այսպես հղկվում էր, հետո տալիս են եթեր, չէ՞։ Երբեմն մտածում եմ, որ միգուցե դա լավ էր։ Այն ինչ որ եթերով հիմա ցուցադրվում է եւ մենք այսպես չենք ուզում մեր երեխաները նայեն, այդ ամեն ինչը միգուցե չցուցադրվեր, բայց միտեղ էլ մտածում եմ մեծ հիմա դաշտ է բացված, կարող ենք ընտրել, սա է մեզ պետք, սա է մեզ պետք, թե նա է պետք։ Այնուամենայնիվ հումորը ավելի շատ ազատություն է։ Արժեքների փոխանցում չկա, միգուցե ազգային դիմագծի խաղում է այդ իսկ պատճառով անհետաքրքրություն է առաջացնում։ Այո։ Արթուր, դուք նաև հանդիսություններ եք վարում եւ ինչպես եք պահում սահմանը արվեստի, ստեղծագործողի եւ վաստակող մարդու միջև։ Շատ կարևոր սահման է։ Շատ նուրբ սահման է իրականում։ Ես երբ սկսել եմ նաև վարել միջոցառումներ, ես որոշել եմ մի շատ կարևոր սկզբունք ինձ համար այսպես վերցնել, որոշել եմ անել ամեն ինչ անկեղծորեն։ Եվ քանի որ ձեր հաղորդման անունն էլ անկեղծ զրույց է, ինձ համար անկեղծությունը շատ մեծ, շատ կարևոր արժեք է։ Ու որոշել եմ ինչ էլ անեմ, հանդիսություն վարել կլինի, երգել կլինի, հումոր անել կլինի, անել անկեղծությամբ եւ անմնացորդ հավեսով, ինչպես ասում էր մեծ լորեցին Սոս Սարգսյանը, ասում էր ես վերջերս իր գրքերից մեկն էի կարդում, այսպես պատմվածքների ժողովածուն, այնտեղ ասում էր ես գրում եմ հավեսի համար, ամեն ինչ անում եմ հավեսի համար, բեմադրում եմ հավեսի համար եւ այլն։ Դուք էլ արեք հավեսով, ինչ անում եք հավեսով արեք։ Ես էլ փորձում եմ ամեն ինչ անել հավեսով, որի հիմքում անկեղծությունն է կրկին։ Անկեղծությունն է, առանց անկեղծության չես կարող։ Թերևս ժողովուրդն էլ իր գնահատականը տալիս է, արտահայտվում է, ով կարողանում է արտահայտվել, արտահայտվում է, ով չի կարող արտահայտվել, նյարդայնացած պարզապես քննադատում է։ Ինչպես տարածված է։ Արթուր, հանրային կերպար լինելը դա ծանրություն է, հաճելի զգացողություն է, պատասխանատվություն է ձեզ համար։ Նախ եւ առաջ պատասխանատվություն է։ Ու երբ մի փոքր ճանաչում ես ձեռք բերում, սկսում են ճանաչել եւ այլն, դա ինձ համար մեծ պատասխանատվություն է։ Նախ իմ ընտանիքի առջև, իմ ընկերների, իմ հարազատների ու թերևս իմ դաստիարակությունը թույլ էլ չի տա ես ինչ-որ ուրիշ կերպ ինձ պահեմ, ինչ-որ մի տեղ, կապ չունի որտեղ դա կլինի, այնուամենայնիվ ես այդ պատասխանատվությունը ինձ վրա զգում եմ ու մի քիչ զգուշ եմ քայլում։ Դա շատ կարևոր է նաև։ Եվ եթե ինչ-որ պատգամ ուղերձ ունեք մեր հայրենակիցներին ուղղված, կարող եք այս պահին մեր տեսախցիկներ, անկեղծ զրույցի տեսախցիկների առջև անկեղծորեն խոստովանել եւ արտահայտվել։ Այո, քանի որ մենք անկեղծ զրույցի շրջանակներում ենք, քանի որ գտնվում ենք շատ մի այնպիսի միջավայրում,
որը մեզ թույլ չի տա ստել, չնայած ես կարծես թե այդքան ստելու հետ սերել չունեմ, ուզում եմ մեր հայրենակիցներին, ինչպես նշեցի, մենք մեկս մյուսի մաղթում ենք սովորաբար առողջություն։ Ես ուզում եմ հոգևոր առողջություն մաղթել, ես ուզում եմ մենք մոտենանք հոգևորին, որովհետև մեր բոլոր խնդիրների արմատը հոգևոր տիրույթում է, որովհետև մենք հեռացած ենք, անկեղծ պիտի լինեմ, անկեղծ խոսում ենք, անկեղծ պիտի լինեմ, մենք հեռացած ենք մեր բոլոր խնդիրների պատճառը պետք է հոգևորի մեջ փնտրենք եւ ավելին փորձում ենք խարխլել ազգային հոգևոր հիմքերը։ Այո, մանավանդ երբ մենք տեսնում ենք, որ փորձում են խարխլել, մենք առավել պիտի ամուր կարճենք հոգևորին ու մեր ժողովուրդը սովորաբար այդ հավատքի հիշողությունը ունի, հավատում է, այսպես մի մասը մտածում է, որ Աստված ինչ որ պապիկ է այնտեղ նստած եւ հանդուրժում է, բայց Աստված ամեն մի ատոմի մեջ է հենց հիմա։ Այդ ամեն ինչը երբ որ մենք գիտակցենք, սկսենք ավելի զգուշ ապրել, ավելի սկսենք իրար սիրել, հարգել, չհայհոյել ու մի փոքր էլ սկսենք կարդալ, ինքնամաքրվել, այո, ինքնաճանաչման ուղի բռնել, հենց սկսենք կարդալ, մանավանդ Սուրբ Գիրք, ամեն ինչ կամած փոքր քայլերով կգա եւ կընկնի իր տեղը։ Հավատում եք։ Վստահաբար, այո, հավատում եմ։ Մեծ հավատով ասում եմ, որ միակ ճշմարիտ ճանապարհը դա է։ Առանց հումորի մարդը ինչպիսին է։ Առանց հումորի մարդը նախ շատ ծիծաղելի է։ Դա արդեն հումորի առարկա է, հումորի թեմա է եւ կարծում եմ շատ դժբախտ մարդ է։ Ձեր ամենալուրջ միտքը, որը շատերը համարել են որպես կատակ։ Այդպիսի միտք չեմ կարող մտաբերել հիմա, որպես կատակ, օրինակ վերջերս մի տարի մի քիչ ավել է սկսեցի կրկնօրինակել մեր Մկրտչյանին ու այնտեղ շատ օրինակ ասում եմ ֆիլմից դրվագներ կա, այնտեղ նախադասություններ կա, օրինակ Հայրիկ ֆիլմից, երբ այսպես բոլորը սեղանը թողնում են, ամենքը գնում են իր գործով, ինքը ասում է գնում եք, գալիս եք, ինչ եք գնում, ինչ եք գալիս, շուտով իրար դեմքել կմոռանաք։ Կարծես թե մեր օրերի մասին լինի, դա շատ լուրջ իրականություն է։ Այդ նույն կրկնօրինակումը անում են, տենց ծիծաղի սմայլիկներ են դնում, չեն պատկերացնում, որ դա բացարձակապես հումոր չէ։ Ձեր ամենաուժեղ հատկանիշը բնավորության։ Ես չեմ կարող ասել որն է իմ ամենաուժեղ հատկանիշը, ես կարող եմ ասել իմ շատ թույլ հատկանիշների մասին, որոնք շատ են, շատ են իմ թույլ հատկանիշները, ուժեղ հատկանիշը չգիտեմ որն է, փորձում եմ ամեն դեպքում փորձում եմ ներողամիտ լինել։ Ուժեղագույն հատկանիշը կարծում եմ։ Ներողամիտ լինելը շատ դժվար է, բայց փորձում եմ ներել, որտեվ կարծում եմ դա շատ կարևոր է։ Հոգևոր խորք ունեցող մարդը այնուամենայնիվ պետք է առաջնահերթ լինի ներողամիտ։ Շատ կարևոր է դա։ Բարբառով ասված մի խոսք, որը խորը ասելիք ունի։ Շատ պիտի հիշեմ, թե բարբառով ասված որ խոսքը, որը ցանկացել եք փոխանցել բոլորին, որ այն ուղերձ խորհուրդ ունենա իր մեջ։ Ուղերձ խորհուրդ։ Ես մի բան հիշեցի, էլի հոգևորի հետ է կապված, մեր մեծերը մի շատ կարևոր, մանավանդ տատիկները, մի շատ կարևոր խոսք ունեն, երբ որ ինչ-որ մի լավ բան է պատահում, կամ ինչ-որ մի բան պիտի պատահի, ուզում են այդ բանը չլինի։ Ասում են, մեր բարբառով ասում են, իրես ես վայտի տակին, աստոտ ջան, այդ խոնարհության գագաթնակետն է, այդ շատ մեծ, շատ լուրջ խոսք է, շատ լուրջ նախադասություն է, որը իրենից խոնարհության շատ մեծ, այսպես
պատգամի մասին է խոսում։ Այս բանը այդ եկավ մտքից։ Կարևոր միտքեր այնուամենայնիվ, եթե որևէ բան ունեք ավելացնելու, Արթուր, խնդրեմ։ Ես ուզում եմ նախ եւ առաջ ձեր հաղորդաշարին մաղթել օրհնված ընթացք։ Ես ճիշտն ասած, երբ ստացա հրավերը, մտա ձեր էջ, տեսա որ շատ երևելի, շատ կարևոր մարդկանց եք հյուրընկալել ու տեսակ լրջություն ապրեցի ու մեծ շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն փոխադարձավ։ Ինձ եք ընդգրկել եք շատ կարևոր շարքի մեջ։ Ուզում եմ բոլորիս մաղթել եւ ներքին խաղաղություն եւ մեր երկրին էլ մաղթենք խաղաղություն, որպեսզի խաղաղության մեջ կարողանանք արարել, ստեղծագործել եւ ծիծաղել։ Այսօր ոչ միայն մենք ժպտացինք, այլ նաև խորհեցինք միասին, իսկ երբ հումորը մտածում է, արդեն դա արվեստ է։ Այո, շատ կարևոր արվեստ է։ Նաև իմիջիալոց ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ընկերոջը շատ գեղեցիկ միջավայրը մեզ տրամադրելու համար, Քարվանսարան ռեզորտի տնօրենին։ Շնորհակալություն ու թերևս ինձ համար մեծ հաճույք էր ձեզ հետ մի քանի րոպեների ընթացքում զրուցելը, կարծում եմ մեր անկնդրի համարել շատ հետաքրքիր կլինի։ Մենք եւս միանում ենք շնորհակալանքի խոսքերին մեր նկարահանման աշխատանքները այստեղ կազմակերպելու համար, շնորհակալություն Քարվանսարան ռեզորտին, ինչ վերաբերում է շնորհակալական խոսքերին, նաև շնորհակալություն ենք հայտնում մեր հաղորդման աջակից, իմ եթերային ինքնատիպ կերպարի համար, ոճային կերպարս լուքս այսպես ասած ստեղծելու համար Վանաձորում գործող Աստրալ խանութ սրահի տնօրինությանը իդեպ Աստրալ խանութ սրահի կողմից ձեզ ջերմ ողջույններ եմ փոխանցել եւ նաեւ պատրաստել են հաճելի անակնկալ հատուկ տնօրինության կողմից։ Ես կխնդրեի, որպեսզի այս պահին մոտեցնեն եւ ես մեծ սիրով կհանձնեմ այն։ Շատ շնորհակալ եմ։ Եվ այսպես հրաշալի փոքրիկ հաճելի նվեր հատուկ Աստրալի կողմից, Աստրալ հագուստի խանութ սրահի կողմից, խնդրեմ։ Շատ շնորհակալ եմ Աստրալ հագուստի խանութ սրահի տնօրինությանը, շնորհակալ եմ։ Ասիրում եմ ձեզ ազիզ։ Անկեղծ զրույցը ոչ թե բանը հաղորդումը, այլ անկեղծ զրույցը էլի։ Շատ կարևոր իրականություն է եւ այսօր եւ վաղը։ Դա տհելելա հենց էլ իլդի ախպեր։ Սեր խիղճ եւ ապաշխարություն ախպեր։ Всё, էտա մեր հաց ու ջուրը։ Նկարեց իր ախպեր։ Հետաքրքիր այսպես շղթա էր, այսպես պատգամի եւ ուղերձի շնորհակալություն ենք հայտնում ձեզ մեզ հյուրընկալելու համար ձեր ծննդավայր Իջևան քաղաքում եւ հարգելի բարեկամներ հիշեցնենք, որ մեր այսօրվա անկեղծ զրույցի զրուցակիցը հումորիստ, դերասան, երգիչ, հանդիսավար Արթուր Մուսայելյանն էր, ով ոչ միայն հումորի միջոցով խուսափում է իրականությունից, այլ նրբորեն մերկացնում է իրականությունը եւ իր կերպարներում ներկայացնում է սոցիալական ամենատարբեր շերտեր, մարդկային հակասություններ եւ ամենակարևորը բարբարի անզուգական հմայքը։